Տիկին Վարդյան, ճիշտն ասած, որ ասում եք, որ նոյեմբերի 9-ը տենց բան չէ, ձեր վրա հարձակվելու հարմար օր չէր, ճիշտն ասած, ես էլ եմ կարծում, ավելին ասեմ, ինձ թվում է տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու փորձի համար հարմար չեն, լավ կլինի այդպես բաներ չանեք, մի անգամ ներեցինք, երկրորդը, ասում եք բացահայտվել, չբացահայտվել, իրավական գործընթաց է, իսկապ որ ասում եք անձնակենտրոն պետքա չլինել այս հարցում, իրավամբ ես երևի ամենա չանձնակենտրոնն եմ եղել այս հարցում, ես համարում եմ դա ոչ թե իմ սպանության փորձ, այլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի սպանության փորձ հարձակում պետական մարմինների վրա, այդ դրվագը մնացած մյուս դրվագները պետական հեղաշրջման նպատակով, բռնություններով օրինականորեն ընտրված իշխանությունից հեռացնելու փորձ, դա պիտի արժանանա, այո, իրավական գնահատականի, դա պիտի գրվի պատմության դասագրքերում եւ բոլոր այն մասնակիցները, օրինակ իմ կարծիքով նաեւ, եթե ոչ դուք, ապա ձերոնք առհավետ զրկվեն Հայաստանի Հանրապետություն քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից, բայց այս կախել չեք հավլիցի, կախելը եւ բենզին լցնել վառելը ձեր ձեռագիրն է, դուք եք ուզում անեք, մենք ասում ենք թող դատարանը որոշի, անցնենք առաջ եւ չկենտրոնանանք իր վրա, ինչ վերաբերվում է նոյեմբերի 9-ին, ուզում եմ մի անգամ էլ մի պարադոքսի մասին հիշացնեմ եւ ձեզ հռետորական ամենևին պատասխան չակնկալող հարց ուղղեմ, բայց ես էլ երևի պիտի արծարծվի ինչ որ հարթակներում, նոյեմբերի 9-ը որ դուք ասում եք աղետ էր, դա մի սարսափելի բան էր ունեցել Հայաստանում, հիշեցնեմ, դա զինադադարի հայտարարությունն էր, հա։ Ես տենց էլ չհասկացա այս քաղաքական ուժը, որ հիմա մեր հետ է սեղանի շուրջ նստած է եւ բանան, այդ նոյեմբերի 9-ը կստորագրեր, թե չէ, եթե դա աղետ էր, հետո ինչի է տենց կպած պաշտպանում, որ այդ աղետի մեջ գրված, թղթի մեջ գրված բաները կուրությամբ եւ անպայմանորեն մենք անեն, որ ձեր ասած երաշխավորը անպայման երաշխավորելու գործիքները ունենա։ Դուք աղետ եք անվանում, հետո էլ ասում եք անեք, եկեք իմ ելույթ թողենք։ Տիկին Վարդյան, ես ինձ համբերատար լսում էի ձեր ելույթի մեջ բաներ, որոնք ինձ անհեթեթ էին թվում, բայց չէի ընդմիջում, սուս մնացեք էլի։ Մյուսը Ալիևի պահանջով ենք էս անում կամ են չենք անում։ Ներողություն իմ մոտ տպավորությունն է, որ դուք եք ամբողջ օրը քնում, զարթնում, արթնանում, շնչում, հաց ուտում, արտաշնչում Ալիևի մասին, Ալիևի պահանջով կամ ի որևէ հարաբերակցություն Ալիևի։ Մեր համար, ինչով մենք ենք առաջնորդում, քնում, զարթնում եւ գործում, Հայաստանի Հանրապետության շահն է։ Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1, 2, 10, 20, 100-րդ հորիզոնականում գտնվող շահերը ենթադրում եւ պահանջում են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության պահպանումը, հաստատումը, հետագա ինստիտուցիոնալիզացումը եւ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով, անշեղորեն։ Արցախայցյան նկատմամբ պետական ատելություն ասեցիք, պետական մակարդակով ատելություն։ Դե ներողություն, սա ուղղակի կներեք էլի անձնապես ձեզ չեմ ասում, բայց այսպիսի բան պնդելը անպատկառություն է, ես ուրիշ բառ չգիտեմ ոնց բնութագրեմ, էլի, եթե փորձեմ էլի բառեր գտնել, մենակ ասացիցս ավելի վատ մագդիրներ կլեն։ Հայաստան Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ չլինի բռնի տեղահանությունը։ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ այնտեղ ուղիղ երկխոսություն ձևավորվի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն բռնի տեղահանությունից հետո ամեն ինչ արեց, որ մեր սիրելի, ես բառացի մեջ բերում, քույրերը եւ եղբայրները բռնի տեղահանված իրենց բոլոր առաջնային կարիքները հոգալու բոլոր հնարավոր գործիքները ունենան։ Այն որ բոլոր մեր միջազգային գործընկերներին, որ ասում ենք, որ մենք երկրորդ բանի հագուստ չենք տալիս, հագած հագուստ չենք տալիս, մենք չգիտեմ, մի բուր բրինձ չենք տալիս, մենք փող ենք տալիս, որը կբավարարի հագուստ գնելուն, որը կբավարարի իրենց նախընտրած սնունդ առնելուն, այն որ
հիմա բնակարան շինության համար այդպիսի գումարներ են հատկացվում, կարող լիներ ավելի շատ, պարզ է, տնից տեղից զրկված մարդիկ են, այսինքն ինչքան էլ ֆինանսական ներարկում անես, դա կպահանջի ավելին, ինչքան շատ այնքան լավ, հասկանալի է, 0-ից նոր կյանք են հիմնադրում շատերը հյուսիսային պողոտաները իրանցն են եւ բիզնեսներն ու գործարաններն են իրանցը եւ մեծ գործարանները, բայց դե ասենք ռացիոնալ, սթափության մակարդակում, ել եմ ասում, ես չեմ ասում, մեր միջազգային գործընկերներն են ասում, որ բոլոր անհրաժեշտ քայլերը արվել են եւ արվում են, եւ այդքանից հետո մեղադրել Արցախայցյան նկատմամբ պետական, ուրեմն ատելության, ես մոտարապես չեմ վախենում բանավեճից, ես հասկանում եմ ինչ եք ակնարկում, ուզում եք խոսակցություն տանեք երեկվա միջադեպին, եթե ուզում եք ասեք, ես էլ կասեմ, այնքան կասեմ, որ ձեր միկրոֆոնը կհոգնի, բայց շատ բան կա ասելու, բայց չեմ ուզում հիմա այս վարկանին առաջ անցնել։ Մյուս կետը, որին ուզում եմ անդրադառնամ, ես ախր պարոն Մանուկյան, կարծեմ դուք սա ասեցիք, ես ինքս ասեցի, որ բանակցությունների ընթացքում, այո, խոսվել է սահմանադրությունների մասին, խոսվելը մի բան է, ես ուրիշ բան ասեցի, դա բանակցությունների թեմա չի, դա չի բանակցվել երբեք Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, ոչ մեր սահմանությունը, ոչ իրենց, եւ այո, մեզնից, իրենցից ակնկալիք չի հայտնվել իրենցն էլ փոխելու, մենք ուրիշ բան ենք ասել, լավ մի քիչ բառերը փոխելով նորից ասեմ, մենք ասում ենք մեր սահմանությունը խնդիր չկա, եւ եթե նույնիսկ դա համարում եք խնդիր, ապա ձեր մոտ էլ էս կա, իսկ դրա լուծման լավագույն ճանապարհը այս փաստաթուղթը ստորագրել եւ ավերացնելն է։ Շատ կարճ, իհարկե, կարճ ասելիս նաեւ մի քիչ բարձունակ է ստացվում, բոլոր կարևոր անկյունները դուրս են մնում, բայց շատ կարճ սա է, այսինքն այո, խոսվել է իրանց կողմից էլ մեր կողմից էլ, բայց դա չի եղել լավ, հիմա բանակցում ենք, դուք ինչ եք կարծում, եթե սենց անենք ընդունելի կլինի, եւ այլն, շատ վատ, որ եթե ինչ-որ մեկը գնար ու Հայաստանի սահմանադրություն բանակցեր երրորդ կողմի հետ։ Նաեւ մի հատ թեմա կա, որից էլ չեմ ուզում խուսանավեմ, դուք անընդհատ ասում եք, այն ժամանակ ձեր խոսույթը էս էր, հիմա էս է, օրինակ, հիմա դա խոսվեց անկախության հռչակագրի կոնտեքստում, այն ժամանակ չեք ասում, որ կոնֆլիկտացին է, հիմա ասում եք։ Նայեք, մենք չենք փորձում ասել, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա ղեկավարությունը այս ճշմարտությունները, որոնց մասին հիմա խոսում ենք, մեզ այն գլխից հայտնի էր, մենք ասում ենք, բայց մեզ չենք լսում, ոչ մեկ չէր լսում եւ այլն։ Այն աղետը, որի առաջ մենք կանգնեցինք 2020 թվականին, մեր բոլորի, այդ թվում եւ բայց ավելի շատ ձեր մեղքով, բայց դա էական չի, ձեր սարքած կեղծ նարատիվների, բայց էական չի, այդ թվում եւ մեր մասնակցությամբ մեծ մոլորությունների, այսպես ասած, ծուռ հայլիների աշխարհում շարունակաբար գտնելու հետևանքեր։ Եվ հիմա, երբ որ գնացել ենք, եւ էլի շատ բարձունակ ձևակերպեմ, գլուխներս խփել ենք այն պատին, մենք փորձում ենք ասել, այստեղ է տարբերություն, ասել Ժորժ ջան, սենց որ անում ենք անընդհատ 800 տարի առաջ, 400 տարի առաջ, 70 տարի առաջ, 5 տարի առաջ, ոնց որ թե ճիշտ չի գնում ենք անընդհատ խփում ենք գլուխներս այդ պատին ու արյուն ենք տալիս ու երիտասարդներն են կորում ու ամեն ինչ, հիմա ասում ենք գուցե կարող է ճիշտը մի քիչ սենց գնանք, օրինակ, անընդհատ մեր նկատմամբ, պատմությունը մերն է, պարզ է, ունեցել ենք մեծ հայք, ունեցել ենք, հասկանալի, բայց անընդհատ գնալ այդ երազանքի հետևից եւ անընդհատ արհամարել մեր ունեցած իրական Հայաստանը եւ դա համարել զուտ ոտատեղ սուրբ հողահավաքի, որը պետք է չգիտեմ, Վրաստանից խլի ես, Ադրբեջանից խլի ես, Պարսկաստանից խլի ես, Թուրքիայից խլի ես եւ թողեք ես խոսեմ, էլի։ Խոսը էս, սա մեր նկատմամբ առաջացնում է ատելության միջավայր եւ այն մարդիկ էլ ուզում են մեզ տանսպանեն, որ մենք իրանցից չխլենք, էս, շատ բարձունակ եմ ներկայացնում ուղղակի ես գործը։ Հիմա ասում եք Ժորժ ջան, կարող է չարժի այդ գիծը շարունակել, ոչ թե կարող է, այլ ասեն համոզված ենք, որ չարժի, բավական է Հայաստանի ժողովուրդը սին պատրանքներով շարունակի արյունակամ լինել եւ կորցնել այն, ինչ որ մենք երջանկություն ունենք ունենալ, անկախ պետականություն։ Երկրագնդի վրա տասնյակ հազարով ժողովուրդ է ապրում եւ ազգեր։
Ընդամենը 200 ունեն պետություն։ Բազմամիլիոն ազգեր են ապրում, բազմամիլիոն, տասնյակ միլիոնանոց ազգեր չունեն պետություն։ Մենք 3 միլիոնով, պայմանական ասած, հիմա պլյուս մինուս մի հոգի, 10 հոգի, ունենք Հայաստանի Հանրապետությունը, մեզ բախտ է վիճակվել դա ունենալ, եւ մենք այդ Հայաստանի Հանրապետության հետ խաղում ենք, որպեսզի ունենանք ինչ որ մի այլ կտոր հող, Ջանդամ թե եթե դա դրա գինը չի պետականության կորուստը եւ ինչ որ մի մեծ կեղծ երաշխավորի թևի տակ տեղավորվելը։ Սա կործանարար է մեր կարծիքով։ Դուք կարծում եք որ չէ, իհարկե ես համոզված եմ որ դուք չարաչար սխալվում եք, բայց նաեւ ես հիմա գնում եմ մարզեր, ես տեսնում եմ որ մարդիկ հասկանում են ինչ որ մենք ենք առաջարկում, մարդիկ պաշտպանում են ինչ որ մենք ենք առաջարկում եւ հունիսի 7-ին այո կլինի վստահության հանրաքվե ինչ որ առումով եւ ելի հերթական անգամ կտեսնեք որ դուք սխալ էիք եւ մենք ճիշտ։ Այստեղ ես երևի կանգ առնեմ, շնորհակալություն։